2015 թվականին ավարտել եմ Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիան եւ արդեն 2016 թվականի մայիսից աշխատանք եմ անցել Արցախի դատախազության համակարգում, նշանակվելով Ասկերանի շրջանի դատախազության դատախազի պաշտոնում։ Մինչև 2020 թիվը պաշտոնավարել եմ այդ պաշտոնում եւ 2020 թվականին արդեն տեղափոխվել եմ Ստեփանակերտ քաղաքի դատախազություն, սկզբից պաշտոնավարելով որպես դատախազության դատախազ, ապա որպես նույն դատախազության ավագ դատախազ։ Իսկ 2021 թվականից արդեն նշանակվել եմ գլխավոր դատախազության դատախազի պաշտոնում եւ նշված պաշտոնում աշխատել եմ մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 1-ը, երբ որ արդեն Հայաստանի Հանրապետությունում էինք, հետևեցի եւ տեսա, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավոր թափուր պաշտոնների համալրման մրցույթ է հայտարարված եւ միանգամից փաստաթղթերի հավաքագրմամբ զբաղվեցի եւ հանձնեցի փաստաթղթերս մասնակցելու քննություններին։ Քննություններին բարեհաջող մասնակցեցի, հաջողությամբ հանձնեցի բոլոր փուլերը եւ արդեն պետք է նշանակվեի քննչական կոմիտեում, բայց այստեղ էլ մի հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ, մշտապես երազել եմ սովորել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլեչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում։ Սա իմ կյանքի ամենամեծ երազանքներից մեկն էր եւ այդ պատճառով արդեն տեղափոխվել եմ 2024 թվականի հունվարից Ամերիկայի Միացյալ Նահանգներ, սովորել եմ եւ վերադարձել եմ կրկին Հայաստանի Հանրապետություն եւ օգոստոսից նշանակվել եմ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող վարչությունում եւ այդպես դատախազից արդեն անցել եմ ու սկսել եմ աշխատել քննիչ։ Ինձ համար երբեք բարդ չի եղել, հոգեբանական որևէ sense ընդգծված խնդիր չեմ ունեցել, որովհետեւ մտածում եմ, որ իրավապահ ցանկացած համակարգում բոլորս տարբեր գործառնական պարտականություններով, բայց իրականացնում ենք նույն նպատակը եւ տենց հատուկ որ ասեմ այդպիսի հոգեբանական խնդիր եմ ունեցել դատախազից քննիչ աշխատանքին անցնելուց ոչ։ Ինձ համար կոռուպցիայի դեմ պայքարը եւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, միջտատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելը, նույն վարույթներով դատանում մեղադրանք պաշտպանելը մշտապես ավելի հարազատ է եղել եւ Արցախում հենց վերջին 2 տարին կոնկրետ ի թիվս այլնի նշված վարույթներով հսկողություն է իրականացնում եւ դատանում մեղադրանք է պաշտպանում եւ դրա համար որոշեցի տեղափոխվել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե եւ տեղափոխվեցի սկզբից որպես պաշտոնակատար էի աշխատում, այդպիսին է օրենսդրական կարգավորումները, այնուհետեւ հաղթահարելով մրցույթային փուլերը արդեն նշանակվել են որպես ներքին անվտանգության եւ վերահսկողության վարչությունում որպես հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ։ Նոր պատասխանատվության եւ նոր պարտականությունների մասին փոփոխությունների մասին եթե խոսելու լինեմ, կրկին ընդգրկվեցի արդեն զուտ նեղ մասնագիտական կոռուպցիոն բնույթի հանցագործներով տարվող քննության առանձնահատկությունները ուսումնասիրելով, միջազգային իրավական ակտերը կոնկրետ ուսումնասիրելով, իսկ եթե խոսենք նոր պատասխանատվության մասին, ապա որպես այդպիսին մշտապես պատասխանատու վերաբերմունք եմ ցուցաբերել իմ աշխատանքի նկատմամբ եւ այստեղ էլ շարունակել եմ նմանապես նույն պատասխանատվությամբ շարունակել իմ աշխատանքը քաջ գիտակցելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը ցանկացած ժողովրդավար զարգացած պետության համար մեկ խնդիրներից մեկն է եւ հաջողել է այս ոլորտում ի թիվս այլնի նաև բարձրացնում է պետության վարկանիշը եւ հենց պատասխանատվության մի առանձնահատուկ գիծն էլ այն է, որ դու քո ամենօրյա վարքագծով աշխատանքային պարտականությունների կատարմամբ կարող ես մի օգուտ բերել, մի քայլ առաջ տանել քո պետությունը։ Հակակոռուպցիոն կոմիտեում կատարված վերջին կառուցվածքային փոփոխությունների ամենամեծ ձեռքբերումներից մեկը հենց ներքին անվտանգության եւ վերահսկողության ներկայիս իրականացվող գործառույթներով վարչություն ստեղծելն է։ Աշխատանքը ներսից բարդ է, պատասխանատու եւ միևնույն ժամանակ շատ հետաքրքիր։ Այնքան հետաքրքիր, որ դու չես նկատում, թե ինչպես է անցնում օրը։ Սակայն նաեւ միևնույն ժամանակ նշում եմ շատ պատասխանատու աշխատանք է։
Մեր վարչությունը կոնկրետ նախաքննություն չի իրականացնում, այլ իրականացնում ենք վերահսկողություն կոմիտեում քննվող քրեական վարույթներով եւ յուրաքանչյուր ուսումնասիրված վարույթների վերաբերյալ, խոսքային վարույթների վերաբերյալ է, որոնք բազմադրվանք են, ունեն հնչեղություն, կազմում ենք զեկույցներ եւ գործնական աջակցություն ենք ցուցաբերում նախաքննական գործառույթ իրականացնող ստորաբաժանումներին։ Բացի այդ, վարչության ամենակարևոր գործառույթներից մեկն է հանդիսանում նաեւ աշխատակիցների, ծառայողների կողմից կարգապահական կանոնների պահպանման այդ դրվածքի մշտադիտարկումը եւ մշտադիտարկման արդյունքում այնպիսի դեպքերը, որոնք արժանի են իրավական հետևանքների, ստանում են համապատասխան արձագանք։ Ինձ համար մեր աշխատանքային առօրյայի ամենահետաքրքիր մասերից մեկն է կազմում նաեւ քննարկումները տարբեր հարցերի շուրջ իրավական, քրեական վարույթներով, երբ որ դու մտքեր ես փոխանակում, ստանում ես նոր մտքեր, նոր գիտելիքներ եւ նոր ուղղություններ աշխատելու, ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ։ Նաեւ ունենք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով հաստատված առաքինության ստուգման կարգ, որը օրենքով այդ առաքինության ստուգման գործառույթը վերապահված է հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության եւ վերահսկողության վարչությանը։ Դա եւս իրականացնում ենք։ Հակակոռուպցիոն կոմիտեի յուրաքանչյուր քննիչ համակարգ մտնելով նախ արդեն պետք է ունենա կայացած բարոյական եւ արժեքային համակարգ։ Ըստ իս նա պետք է այն գիտակցումով մտնի համակարգ, որ ծառայում է հանրության շահին եւ ինքը ներկայացնում է կառույց եւ այդ ներկայացման այդ պահը չպետք է մենակ ասոցացվի աշխատանքային առօրյայի հետ, երբ որ դու դրսում ես, նույնիսկ փողոցում ես կամ ինչ-որ միջոցառման ես, դու պետք է քաջ գիտակցես, որ քո վարքագծով դու կարող ես նույնացվել նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի հետ։ Եվ այս առումով հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ պետք է լինի բարեկիրթ, նրբանկատ, տիրապետի վարվեցողության կանոններին, հասարակության հետ շփման կանոններին, աշխատանքային հարաբերություններում լինի մշտապես գործընկերների նկատմամբ հարգալից եւ իրեն թույլ չտա այնպիսի վարքագիծ, որը որևէ հանգամանքում եւ որևէ տեղ կարող է հեղինակազրկել կոմիտեն։ Ինչ վերաբերում է մասնագիտական անխոցելիությանը, կարող եմ նշել, որ մեր գործունեությունը նախ եւ առաջ գիտելիքահեն գործունեություն է եւ յուրաքանչյուր դեպքում դու մասնագիտորեն անխոցելի ուժեղ լինելու համար պետք է անընդհատ աշխատես քո գիտելիքների կատարելագործման վրա եւ միայն այս ճանապարհով դու կլինես անխոցելի։ Նաեւ ինձ համար շատ կարեւոր է, որ քննիչը ունենա մասնագիտական արժանապատվություն եւ երբեք որևէ հանգամանքով պայմանավորված չդավաճանի իր մասնագիտական արժանապատվությանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն որպես նախաքննական մարմին հանրապետությունում առանձնանում է նրանով նաև, որ կոմիտեի ներսում գործում են օպերատիվ հետախուզական գործառույթ իրականացնող առաջին եւ երկրորդ վարչությունները, օպերատիվ տեխնիկական բաժինը, տեղեկատվական վերլուծական բաժինը։ Սա հիրավի նորույթ է մեր իրականության մեջ եւ որպես ներքին անվտանգության եւ վերահսկողության վարչության քննիչ իհարկե հարաբերվում ենք, նախկինում օպերատիվ հետախուզական գործունեությանը հարաբերվել եմ, առնչվել եմ որպես դատախազ, բայց այստեղ այլ է, սահմանները դու կարող ես շատ մոտ լինել այս գործունեությանը եւ կարող եմ ասել, որ ներսից ավելի հետաքրքիր է շփումները իմ գործընկերների հետ այս ոլորտում եւ իհարկե այս ոլորտը կարգավորող իրավական ակտերի մանրամասն ուսումնասիրությունները ինձ համար թերևս նաև նորույթ է այսքան մոտիկից շփվելը, բայց շատ հետաքրքիր է, որովհետև երբ որ դու հասկանում ես, թե ինչքան կարևոր գործառույթ են իրենք իրականացնում, թե հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման ուղղությամբ եւ թե քրեական վարույթներով օպերատիվ ուղեկցում իրականացնելով դու հասկանում ես, որ սա շատ երևի լավ պրակտիկա է եւ լավ մեխանիզմ է նախաքննական եւ հետաքննական մարմնի համատեղումը մեկ մարմնի մեջ եւ ես շատ ուրախ եմ, որ այսպիսի մեխանիզմ, այսպիսի համակարգ գործում է Հայաստանի Հանրապետությունում։ Ըստ իս մարդը աշխատող անձը միշտ էլ աշխատավայրից ինչ-որ բան իր հետ տանում է, քանի որ երբ որ մենք աշխատավայրից վերադառնում ենք տուն, դա միայն դուռը բանալով բացելով եւ մտնել տունը չի նշանակում, դու քեզ հետ տանում ես նաեւ մտքեր, տանում ես այդ ամբողջ օրվա էներգիան, որը որ կրել ես եւ ունեցել ես աշխատավայրում։ Կարգախոսը, որ աշխատավայրից դուրս չպետք է մտածել աշխատանքի մասին, ինձ համար շատ օտար է եւ ես աշխատավայրից դուրս ինձ հետ իմ սեփական միջավայր եմ տանում նախ
այդ օրվա ամենահաճելի դրվագները, այդ հաճելի պահերը, եթե օրինակ ինչ-որ միտեղ հաջողել եմ, այդ դրվագի վրա կենտրոնանալով եւ հենց այդ դրվագի էներգիան ինձ հետ վերցնելով դուրս եմ գալիս աշխատավայրից։ Բայց մենք բոլորս գիտենք, որ նաև աշխատավայրում լինում են նաև կիսատ մնացած գործեր, խնդիրներ, որոնք դեռևս լուծում պետք է պահանջեն։ Ես այն մարդկանցից եմ, ովքեր չեն կարողանում այդ խնդիրների մասին մոռանալ, նույնիսկ աշխատավայրից դուրս, բայց երբեք այդ խնդիրների մասին չմոռանալ ինձ նեղություն չի պատճառում, ինձ չի զրկում աշխատավայրից դուրս իմ առօրյան վայելելու հնարավորությունից եւ երբեմն լինում է, որ ուղղակի այսպես փողոցում քայլելիս դու հիշում ես մի խնդրի մասին եւ արդեն ուրվագծում ես այն լուծումները, որը որ հաջորդ օրը պետքա ձեռնամուխ լինես դրանք տալուն։ Ոստի կարգախոսը, որ աշխատավայրից դուրս չպետք է աշխատանքի մասին մտածել, կարելի է մտածել, կարելի է աշխատավայրից ամենալավը, ամենադրականը վերցնել եւ տանել քեզ առօրյան։ Նույնպես առօրյայից երբ որ տնից գալիս ես աշխատավայր, դու ինձ թվում է պարտավոր ես նույնիսկ բերել այն ամենալավը, որը որ քեզ զուգակցում է այնտեղ։ Նման համատեղումը ինձ թվում է ամենադրականն է եւ ամենահաջողածը հաջողելու համար եւ աշխատավայրում, աշխատանքի մեջ եւ կյանքում։ Եվ իմ կարծիքով ես այն եզակի կանանցից եմ, ովքեր հաջողությամբ համատեղում են աշխատանքը անձնական կյանքի հետ եւ ոչ առաջինն է խանգարում երկրորդին, ոչ էլ երկրորդը առաջինին։ Ընդհանրապես չկոնկրետանալով կոնկրետ թե ինչ տեսք կունենա այդ իրազեկումը, ես կողմ եմ, որ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը իրազեկվի եւ մեր կոմիտեն հենց այդ թափանցիկության սկզբունքով էլ աշխատում է հասարակության առաջ հաշվետվողականության եւ թափանցիկության եւ կողմ եմ ցանկացած հարթակով, որը որ կօգնի մեզ մեր գործունեությունը ներկայացնելու, այդպիսի հարթակներով ներկայացվի։ Նախ առաջինը դա հնարավորություն է ստեղծում ամրապնդել հասարակության վստահությունը իրավապահ համակարգի նկատմամբ եւ երկրորդը այդ անջրպետը հասարակության եւ իրավապահ համակարգի կոտրվում է։ Դու ճանաչում ես կադրերին, դու ճանաչում ես նրանց գործունեությունը, տեղյակ ես լինում, թե ինչ գործունեություն են իրականացնում, ինչպիսի պարտականություններ, ինչքան մեծ բովանդակալից աշխատանք են անում հասարակության համար, եւ ըստ իս ճիշտ է այս գործունեության արդյունքները, գործունեության իրականացման ձևը մատուցել հասարակությանը։ Միևնույն ժամանակ, ինչպես նշեցի, այս մեխանիզմով բարձրացվում է վստահության աստիճանը հասարակության կողմից պետության նկատմամբ, իրավապահ համակարգի նկատմամբ եւ ինչու՞ չէ շատ երիտասարդներ տեսնելով այս ամենը ոգևորվում են եւ հետագայում այսպես ասած մոտիվացիա են ունենում մտնելու իրավապահ համակարգ եւ ինչու՞ չէ մի օր էլ մասնակցելու հակակոռուպցիոն կոմիտեում հայտարարված թափուր պաշտոնների համալրման մրցույթին։